Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքային երկրորդ օրն է և մենք քննարկում ենք ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը։ Պարոն Ռուբինյան, անկեղծ պետք է խոստովանեմ, երեկ զարմացած էի ձեր ելույթից, բովանդակությունից, հանգստությունից, հանդարտությունից, որովհետև երբ որ Տիկին Մանավազյանը ներկայացնում էր ձեր կենսագրությունը և ընդգծում էր ձեր հավասարակշիռ լինելը, անկեղծ ասած գործընկերների հետ հիշում էինք վերջին 1-2 տարվա ընթացքում, կներեք, բայց ոչ այդքան հավասարակշիռ պահվածքը։ Ես հիշում եմ Քլչի մասին մի բան էստեղ ասում էինք, այնտեղից արագ գալիս էիք։ Ուրախ եմ, բայց չեմ կարծում, որ այդ հանգստությունը դուք պարոն Ալեքսանյանը, պարոն Կոնջարյանը պահպանելու եք, երբ որ հայտնվեք այստեղ։ Հիմա այդ ծանր բեռը ուսերին է պարոն Հասանովի և վստահաբար, երբ որ այդ քաղաքական պատասխանատվությունը այլևս ձեր ուսերին լինի, այն հանդարտությունը, այն համեստությունը, որ ցուցաբերելու եք, վստահաբար չի լինելու։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես ասում են, 3 բանի անվերջ կարելի է նայել։ Հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ թե ոնց է ԿՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել։ 3 բանը հասավ այնտեղ, որ ԿՊ-ական պատգամավորը ասում է, ով որ ընտրություն է կեղծել, շանտղա է։ Ժողովուրդ ջան, սուս մնացեք, ժողովուրդ ջան, դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք, օրը ցերեկով եք գողացել, հա, քվյաթերթիկները չեք տարել, չգիտեմ, որտեղ պահել, չգիտեմ ինչեր չեք արել, պարոն Արայիկ Հարությունյան, շատ ուրախ եմ, որ այստեղ եք, ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ ունենալու ենք տարատեսակ հարցերի շուրջ երկխոսություն ունենալու, շատ ուրախ եմ նրա համար։ Այո, դուք մեկ քլիկով գողացել եք 60,000 քաղաքացու ձայն, դուք մանդատագողեր եք, փորձեք առերեսվել այդ իրականության հետ, դուք ժողովրդավարության հետ կապ չունեք այլևս, դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորները դիվանագիտական արվեստի, դուք այդքան կապ ունեք ժողովրդավարության հետ, դուք ինչ կապ ունեք ժողովրդավարության հետ, բայց մանդատները գողանալով միայն չեք բավարարվել, դուք այդ մարդուն հիմա ունեզրկում եք, ես երբեք չեմ կիսել Գայք Ծառուկյանի քաղաքական ճաշակը, երբեք չեմ կիսել, բայց դուք այդ մարդու ձեները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ։ Գործընկերներ ջան, նկատել եք, այդ մարդը Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են, ֆիքսել եք դա։ Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չի հարցը, այդ ցուցանակներն է հարցը։ Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի ցուցանակը հանելն է երևի հարցը։ Արարատ ցեմենտ գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը։ Դարպասներն էլ չի ոնց որ վստահեցնում եք։ Ես վստահ եմ, որ խնդիրը դա է։ Կամ պարոն Ալեքսանյան, մուլտիվելնեսը, եթե չեմ սխալվում, այնտեղ եք, չէ՞, մարզվում։ Այդ մարզվելու ընթացքում էիք հասկացել, որ ապօրինի շինարարությունը ու պետքա քաղաքապետարանը խլի, ու երբ որ պարզվում է գործընկերներ ջան, մերօրյա Հայաստանում, իրական Հայաստանում, ինչպես պնդում է այս իշխանությունը, երբ որ ցուցանակը փոխում ես, դառնում է օրինակը, մուլտիվելնես այլևս օրինակն է, որտեղ այս իշխանությունները խլել են, իրենց ցուցանակը փակցրել են։ Ես ուրախ եմ, պարոն Ալեքսանյան, որ դուք հիմա օրինական մարզասրահում եք այլևս ֆիզիկական հաջողություններ արձանագրելու։ Դուք կատակը մի կողմ ժողովրդավարության բաստիոն էիք, չէ՞ խոստանում, ոչ թե բաստիոն, մի ամբողջ թագավորություն եք կառուցել, պարոն Ռուբինյան, մի ամբողջ թագավորություն, ստի, կեղծիքի,
ապօրինությունների, անօրինականությունների, բռնաճնշումների, դուք այդ դրա թագավորությունն եք կառուցել։ Պարոն Ռուբինյան, դուք երեք ասում եք, որ քաղաքական ճնշումներ չկան, դուք մի իշխանություն եք, որը քաղաքացուն, կլինի բլոգեր, շարքային քաղաքացի, գրառման համար պոլին եք պարկացնում ոստիկանությունը, ձեզ ծառայող, ուժային համակարգը, ամբողջ իրավապահ, որ գործերն է հարուցում, պոլին եք պարկացնում, բայց մարդասպանին էթիկայի բոլոր նորմերը հարգելով վերման եք ենթարկում։ Դուք պետական ծառայողին, ժողովուրդ ջան, լայքի համար գործից հանում եք, լայքի համար գործից հանում եք, ու դուք խոսում եք քաղաքական ճնշումների մասին, ազգային անվտանգության ծառայության խցիկից օդանավակայանի տեսանյութ է տարածվում, պարոն Ալեքսանյանը այնտեղից ասում է, հարցազրույց է տալիս լրագրողներին, ասում է, ես չիմանամ որտեղից է դուրս եկել, խցիկից է դուրս եկել այդ տեսանյութը, հասկանում եք, հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասում է, լավ ենք անում, դուք այդ իշխանությունն եք, դուք այլևս ձև չեք թափում անգամ փաթեթավորելու համար ձեր ընտրակեղծիքները, ձեր ապօրինությունները, ձեր բռնաճնշումները։ Վերջում պարոն Ռուբինյան, երեք անկեղծ ասած ձեր ելույթից, որը անկեղծորեն այսպես հիացրեց ինձ, այո, բայց կեղծ էր, վստահաբար կեղծ էր, ժամանակ եք շահում հիմա, որ այստեղ իրավիճակը չլարվի, բոլորս ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, ինչև է, դուք անգամ փորձեցիք այսպես դրամատիզացնել իրավիճակը, ասեցիք, որ այդ քաղաքական բռնաճնշումները այն ժամանակ էին, երբ որ ձեր 18-ամյակն էր, ձեր հորը բերման էին ենթարկել, եւ ձեր 18-ամյակը դուք առանց հայրիկի եք դիմավորել, ես նախ ցավում եմ իսկապես դրա համար, ես վստահ եմ, որ դուք ցավ եք ապրել դրա համար, բայց ես նաեւ վստահ եմ, որ ամենամեծ ցավը, որ դուք հիմա չեք գիտակցում, ձեզ հետ կատարվել է 18 տարի հետո, որովհետև հիմա օրինակ կա 13 տարեկան աղջիկ երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի։ Տաթևի տղան, 10 տարեկան տղա երեխայի դեպ, իր ծնունդը նախանցած տարի, էլի դիմավորելա առանց մայրիկի, ձեր իշխանության օրոք, պարոն Ռուբինյան, այդ ցավը այն է, որ դուք հիմա ամեն ինչ անում եք արդարացնելու համար, այն բոլոր ապօրինությունները եւ բռնաճնշումները, որոնք դուք ասում եք, որ ձեր մաշկի վրա զգացել եք։ Հիմա ավելի վատ տարբերակները, ես չեմ ուզում անդրադառնալ նախկինին, ավելի վատ դրսևորումները դուք արդարացնում եք, բայց անկախ ամեն ինչից, գիտեք, երբ որ դուք ասում եք, որ 18-ամյակս առանց հայրիկի եմ դիմավորել, նստած գիտեք ինչ էի մտածում, նախ մի բերեք էլ ես օրինակը, գիտեք ինչի, որտև դուք հավակնում եք ազգային ժողովի նախագահի պաշտոնին, բարձր պաշտոնի, բայց դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որի օրոք, որի պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան։ Մի բերեք այդ օրինակը այլևս։ Շնորհակալ եմ։